Բարև ձեզ։ Ձեզ հետ այսօր Ալեքսանդր։ Այսօր մենք պատրաստելու ենք պիցցա։ Սկզբում քսում ենք յուղ։ Ձեթ։ Հա, ձեթ։ Մի քիչ էլ արա, որ հավասարապես տարածվի։ Իսկ հիմա տարածում ենք։ Ձեռքով տարածի։ Ձեթը արդեն տարածեցի։ Ջեռոցը նախորդ միացրել եմ 200 աստիճանի վրա։ Իմ Տապակի մեջ գցել ես։ տապակի մեջ գցել եմ հատուկ պատրաստման համար պլյոնկա, որ պիցցաս չկպտի։ Եվ տապակը չկեղտոտվի ամեն անգամ։ Իսկ հիմա լցնում ենք կեչուպը եւ տարածում։ Կեչուպ եւ մի քիչ մայոնեզ կլցնես, հավասար կտարածես։ Դրա կեսի չափ նաեւ մայոնեզ արա, Ալեքսանդր ջան։ Դե հիմա էլի ձեռքով կամ գդալով քեզ ոնց հարմար է տարածի։ Գդալով։ Սկզբում մի քիչ ասած տեղում խառնեք, որ խառնվեն եւ հավը ավելի լավ լինի։ Երբ խառնում եք եւ զգում եք, որ հերիք է, հավասար ամեն կողմից Ամբողջ մակերեսով տարածում են։ Արդեն կեչուպս տարածեցի։ Իսկ հիմա եկել է ժամանակը, որ պանիրը քերեմ։ Պիցցան քիչ այս կոմ ենք բերում։ Պանիրը բռնում ենք ձեզ հարմար կերպով ու երբ վերջերն է լինում, աշխատում եք ուշադիր լինել, որ չկտրեք ձեր մատները։ Գնել ես հատուկ պիցցայի համար սուլուգունի, չէ՞։ Այո։ Ահա եւ վերջ։ Հիմա Դիր մի կողք։ մեջի պանիրը մաքրում ենք։ Վերցնում ենք պանիրը եւ հավասար լցնում։ Անտուանետա, ինչու լքեցի։ Անտուանետա, չէ որ ես շատ կին։ Ահա պանիրը տարածեցի, իսկ հիմա դրում ենք երշիկները։ Մի հատ կտրենք։ Մենք ավելացնելու ենք զեթունել, ավելի լավ կլինի էսը, բայց մենք տանը ունենք հիմա մենակ կանաչ։ Իսկ հիմա այլ երշիկ ենք շարում։ Ուղղակի ուզում ենք հասկանալ, որ դասարանը ավելի լավ յուրացրել նյութը։ Դասարանում կան տարբեր երեխաներ, որոնք տարբեր կերպ են անցնում նյութի յուրացում։ Շահեցինք նաև երկրորդ տեսակի երշիկը։ Հիմա հանում ենք մի քանի հատ զեյթուն։ Տարան, արի դրա տախտակին։ Վերցրու սապայտա։ Հիմա
կշարենք մի քիչ ազատ տեղերում։ Արոն մի ջրի կացիր։ Գերմանիա։ Բերլին։ Հիմա կբացենք Ջեռոցը։ ջեռոցը։ Եվ ջերմաստիճանը մի փոքր կբարձրացնես։ Կդնեմ 250-ը։ Հիմա տեսնենք պատրաստական ինչ փուլում է։ Ինչ անուշ է բուվում։ Սա է մեր վիդեոն, ստեսյուն։